Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում այսօր զրուցելու եմ Միասնության թևեր նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ բաժանորդագրվել այս ալիքին, հավանել տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Բարև ձեզ Նարեկ։ Բարև ձեզ։ Սկսենք այսօրվա ամենակարևոր լուրից թերևս Նիկոլ Փաշինյանին ենթադրաբար եկեղեցում հարվածելու մեղադրանքով, խուլիգանության մեղադրանքով 18 տարեկան դպրոցական տղան կալանավորվեց եւ նա ունի կալանքի հետ անհամատեղելի լուրջ հիվանդություն, այսպես կոչված կոլապս կոչվող հիվանդությունը, եւ ասում են, որ ցանկացած ուշաթափություն ուրեմն նրա համար ճակատագրական կարող է լինել։ Հիմա էլ նա Էջմիածին բժշկական կենտրոնում է, որտեղ ուշագնաց է եղել։ Ինչու այնուամենայնիվ դատավոր մնացական Մարտիրոսյանը որոշեց կալանավորել այս մարդուն։ Դե նախ սկսենք մնացական Մարտիրոսյանից, իմ կարծիքով Հայաստանի բնակչության մեծամասնությունը եւ առավել եւս այն մարդիկ, ովքեր քաղաքականությամբ զբաղվում են Հայաստանում եւ հետաքրքրված են քաղաքականությամբ, շատ լավ գիտեն, թե ինչ բարոյական եւ մարդկային արժեքների կարող է մնացական Մարտիրոսյանը եւ բնականաբար մնացական Մարտիրոսյանը անելու էր այն, ինչը որ նրան թելադրվելու էր եւ թելադրվելու էր բնականաբար այն մարդու կողմից, ում մնացական Մարտիրոսյանը տասնյակ տարիներ առաջ նույնպես ապօրինի փորձում էր դատեր եւ դատեց։ Այսինքն մնացական Մարտիրոսյանի ով լինելու վերաբերյալ եւ ինչու մնացական Մարտիրոսյանի հետ քայլ արեց, շատ པարզ է, որովհետեւ մնացական Մարտիրոսյանը հերթական անձնավորությունն է, չասենք կոպիտ բառեր, որը հանուն փողի, հանուն իր պաշտոնի պատրաստ է ծառայել բոլոր իշխանություններին, ինչպես նա ծառայել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, հիմա էլ շատ հլուհնազանդ կերպով ծառայում է Նիկոլ Փաշինյանին եւ քանի որ իմ կարծիքով մնացական Մարտիրոսյանը շատ լավ հասկանում է, որ կամ ինքը պետքա ծառայի Փաշինյանին կամ դառնա պատի տակ վնգստացող, դե մնացական Մարտիրոսյանն էլ սովոր չի դատավոր չլինելու, սովոր չի մարտնաճակատագրերի հետ չխաղալուն, հետևաբար ծառայում է եւ անելու է այն, ինչը որ նրան անի։ Այդ առումով ես ոչ մի խնդիր մնացական Մարտիրոսյանի հետ կապված չեմ տեսնում։ Մնացական Մարտիրոսյանը մացոն է բոլորին հայտնի, որը հենց այսպես կեղտոտ բաներ է պետք է աներ, կոպիտ ասած։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին եւ այդ երիտասարդների հետ կապված իրավիճակին, առավել եւս րոպեներ առաջ կամ մի կես ժամ առաջ համացանցում հայտնվեց տեսահոլովակ, որտեղ հստակ երևում է, որ Փաշինյանի թիկնապահը եկեղեցում հարվածում է երիտասարդին։ Հիմա այստեղ կա բարոյական հարց եւ իրավական հարց։ Նախ առաջինը հարցին անդրադառնանք, նախ առաջինը Փաշինյանը եւ իր շրջապատը իրենց ներկայացնում են որպես հայ առաքելական Փաշինյանը եւ իր շրջապատը իրենց ներկայացնում են որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ։ Հիմա այստեղ առաջանում է շատ տրամաբանական հարց. կա արդյոք մի մարդ, ով իրեն համարի հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ իրեն թույլ տա նմանատիպ պահվածք եկեղեցու ներսում, այն էլ պատարագի ժամանակ, այն էլ ծաղկազարդի պատարագի ժամանակ։ Իմ կարծիքով մեր հայրենակիցները հստակ կասեն, որ չկա, գոյություն չունի։ Հիմա դա բարոյական կողմի համար, այսինքն շատ պարզ, ով պետք է լինես, որ պատարագի ժամանակ հարվածես 18 տարեկան երեխային։ Այն էլ այն դեպքում, երբ որ անհարմարությունը պատճառել էին Փաշինյանենք, որովհետև միջև այդ տեսանյութերում պարզ երևում էր, որ Փաշինյանը իր ՇՔԽ-խմբի իր հետ խմբակի հետ, իր հետ խմբավորման հետ գալիս է, մոտիկանում է եկեղեցու դռներին, բնականաբար պատարագի օրով հավատացյալները շատ են, նա չի կարողանում ներս մտնել եւ սկսում աշխատակիցների հետ միասին բրդերով, հրելով իր անվտանգ աշխատակիցների հետ միասին առաջ շարժվել, բնականաբար, շատ բնական է, դա առաջացնում է ժողովրդի եւ հավատավորների զայրույթը, բնականաբար ինչ որ Փաշինյանի պահվածքի վերաբերյալ հնչում են
մարդկանց կողմից ինչ-որ բառեր, եւ Փաշինյանը եւ իր շրջապատը ողջևորվում են եւ արդեն մենք այսօր բոլորս տեսանք ինչպես են հարվածում այդ երիտասարդին եւ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ իբր հայ առաքելական եկեղեցու հետևորդ Փաշինյանի եւ իր քաղաքացիական պայմանագիր խմբավորման մասին։ Հիմա ինչ վերաբերվում է իրավական կողմին, Հայաստանի Հանրապետությունում չկա օրենք, որը թույլ է տալիս եկեղեցու ներսում իրականացնել քաղաքական գործունեություն։ Իսկ այդ երիտասարդների վրա դրված հոդվածը նրա մասին է, որ իբր նրանք խոչընդոտել են եւ փորձել են բռնություն կիրառել մարդուն, ով որ քաղաքական գործունեություն է իրականացնել։ Հիմա եթե մենք նայում ենք այս տեսանկյունից, բնականաբար սա ամբողջովին շինծու եւ կեղծ գործ է, սա մարդկանց ահաբեկելու հերթական փորձն է եւ բնականաբար Նիկոլը ինչ է ուզում ասի այս քայլերով։ Նիկոլը ուզում է ասի, որ ես ոչ մի բանի առջև կանգ չեմ առնելու, Հայաստանում պետք է լինի իմ իշխանությունը, Հայաստանում պետք է լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը եւ Փաշինյանը ուզում է ասի, որ ինքը բացարձակապես թքած ունի բոլոր բարոյական նորմերի վրա, բացարձակապես թքած ունի հայ ժողովրդի կարծիքի վրա եւ նա անելու է ամեն բան, որպեսզի եւս մեկ անգամ վերարտադրվի եւ նստի այդ աթոռ։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, նա այս վերջերս հայտարարեց, որ ինքը միշտ Պուտինից հանդիպում է խնդրում, բայց միևնույն ժամանակ այդ նույն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք ձեռք ենք բերել ինքնիշխանություն, որ ազատվել ենք Ռուսաստանի, այսպես ասած, մեզ գուբերնիա սարքելու ուրեմն ձգտումներից։ Հիմա ի վերջո մենք կախյալ ենք, թե անկախ ենք Ռուսաստանից։ Նախ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, ինչպես միշտ, եւ ես ուզում եմ մի շատ պարզ դրվագ ձեզ հիշեցնել, օրեր առաջ դա համացանցում կա, Նիկոլ Փաշինյանը իր այդ հերթական այդ քարոզարշավ անվանենք, ինչ անվանենք, որ կոպիտ ասած մարդամեջ է դուրս գալիս եւ հանդիպում է քաղաքացիների հետ, մոտիկանում է մի կնոջ, բավականին տարիքով կնոջ, ու այդ կինը ինչպես երևում է իրանց խոսակցությունից, այդ կինը Փաշինյանին լավ է վերաբերվում, այսինքն Փաշինյանի պոտենցիալ ընտրողն է, եւ այդ կինը Փաշինյանին օրհնում է, ասում է, որ լավ ես անում եւ այլն, Փաշինյանը իր այդ բրոշկանը կպցնում այդ կնոջ բաճ կուրտկայից, բայց այդտեղ կա կարևոր բան, այդ կինը ինչ է ասում է Փաշինյան ջան, սա լավ ես անում, բայց ռուսների հետ մի կռվի, պետք չի։ Ու ինչ է ասում Փաշինյանը, ասում է, չէ, իր այդ հերթական այդ ցինիկ ժպիտով ասում է, չէ, ինչ կռվելու մասին է խոսքը։ Հեսա գնում եմ Ռուսաստան, հեսա կպայմանավորվենք։ Այդ կինը ասում է, դե ռուսները մեր թշնամիները չեն, Փաշինյանը ինչ է պատասխանում։ Ասում է, հա, չէ, ինչ թշնամիներ, մեր բարեկամներն են։ Հիմա հարց, շատ կոնկրետ հարց, քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը։ Այդ Վագն Ալեքսանյանին, այդ մարդկանց փողոցում հայոյող հետո բռնել տվող Ալեն Սիմոնյանին հարց։ Հիմա դու ում եք խաբում։ Ձեր ընտրողներին եք խաբում, երբ որ ասում եք ռուսները մեր դաշնակիցներն են եւ մեր բարեկամներն են, թե խաբում եք կառավարության եւ ազգային ժողովների բրիֆինգների վաղ, երբ որ ասում եք Ռուսաստանը Հայաստանի դեմ մղում է հիբրիդային պատերազմ։ Հիմա եթե Ռուսաստանը Հայաստանի դեմ մղում է հիբրիդային պատերազմ, ապա Փաշինյանը ոնց է իր ընտրողին ասում ռուսները մեր բարեկամներն են։ Եթե Ռուսաստանը մեր դեմ չի մղում հիբրիդային պատերազմ, ինչի է Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ քաղաքացիական պայմանագիր խմբավորումը այդ մետաձիճկեքով, ինչպես ասում է Ալեքսանյան Վահագը, առավոտից երեկո խոսում հիբրիդային պատերազմից ու Ռուսաստանից իբր թե անկախ ելնելուց։ Հիմա այդ հարցեր են, որոնք պետք է մեր լրագրողները, մեր հանրությունը ուղի այս մարդկանց, որովհետեւ չկա ավելի մեծ լկտիություն, քանց երկրում, սեփական քաղաքացիներին եւ ընդդիմադիրներին մեղադրել հիբրիդային պատերազմ մղելու դեմ, բայց գնալ օրինակ նստել Լավրովի դիմաց եւ երջանկությունից պապանձվել, ինչպես պապանձվել էր Ալեն Սիմոնյանը։ Չկա ավելի մեծ ստորություն Հայաստանում տարածել հակառուսական տրամադրություններ, բայց գնալ եւ հլու հնազանդ կանգնել Պուտինի հովանոցի զոնտիկի տակ։ Հիմա հարց, ովքեր են պրոռուսականները։ Նիկոլ Փաշինյանն է պրոռուսական, թե պրոռուսական չի, այդ հարցին թող արդեն մեր հասարակությունը եւ մեր ժողովուրդը պատասխանի եւ այս հարցերը թող բարձրաձայնեն հասկանան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ, ինչպես իր ամբողջ կենսագրության ընթացքում խաբում է, ստում է, ընդհանրապես եւս մեկ անգամ
մեղավորներ է ման գալի եւ այս անգամ արդեն ինքը որոշել է այս ընտրություններից առաջ մեղավոր դարձնել ռուսներին եւ հասկանալով որ Հայաստանում օբյեկտիվորեն կա դժգոհություն Ռուսաստանի պահվածքից, օբյեկտիվորեն կան որոշակի տրամադրվածություններ Ռուսաստանի հանդեպ, ես շեշտում եմ օբյեկտիվորեն կան, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ պահվածքը, այս հակառուսական այս հիստերիան, որ իբր նա բեմադրում է, ոչ ավելին է, քան մանիպուլյացիա, ոչ ավելին է, քան հերթական խարդախությունը, եւ սրա նպատակը ոչ Հայաստանի ինքնիշխանությունն է, ոչ Հայաստանի անկախությունն է, սրա նպատակը մենակ մեկն է, եւս մեկ անգամ դառնալ վարչապետ։ Սա է Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը ունեն ընդամենը մեկ տրամաբանություն՝ նստել վարչապետ եւ շարունակել այն քաղաքականությունը, որը նա իրականացրել է այս տարիների ընթացքում։ Իսկ այդ քաղաքականության շահառուները ոչ հայ ժողովուրդն է, ոչ Հայաստանն է, ոչ Ռուսաստանն է, ոչ Եվրոպան է, ոչ էլ Ամերիկան է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շահառուները մեր երկրու ոխերիմ հարևաններն են, եւ դա փաստ է, որից Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարողանում ձերբազատվել։ Եթե միասնության թևեր շարժումը անցնի խորհրդարան եւ լինի երկընտրանք ձայնը տալ Նիկոլ Փաշինյանի ընտրությանը որպես վարչապետ, թե ընդդիմադիր որևէ այլ տեխնացուի, այդ դեպքում ինչպես կվարվեք։ Գիտեք ոնց այդ հարցը ինչ ասեմ, դա արդեն հարցել չի, ասեմ ինչի, որովհետև միասնության թևեր նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնության թե ղեկավարը Թաթոյանը թե մենք շատ հստակ դիրքավորվել ենք, չկա մարդ, որը ավելի շատ եւ ավելի սուր քննադատի, բացեք Թաթոյանի խոսքը եւ լսեք Նիկոլ Փաշինյանին, եւ դա ոչ թե հարց է, այլ դա ուղղակի արդեն անիմաստ է այդ հարցը, որովհետեւ մենք հստակ ասել ենք ոչ մի պարագայում, բացարձակապես ոչ մի պարագայում, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժերի հետ որևիցե մի համագործակցության եզր, որևիցե մի շփման սահման գոյություն չունի։ Մենք չենք պատրաստվում համագործակցել, մենք չենք պատրաստվում եզրեր գտնել այն ուժի հետ, ովքեր հանձնեցին Արցախը, ում գործունեության արդյունքում հանձնվեց Արցախը, այն ուժերը, ովքեր կտոր մեր հայրենիքի տարածքները զիջում են Ալիևին եւ այն մարդկանց հետ, ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը, այն մարդկանց հետ, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը վերացնում են եւ իրենց գործունեությամբ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը դառնա արևմտյան Ադրբեջան։ Ինչի մասին է խոսքը։ Ինչպես կարող ենք մենք որևիցե մի եզրով համագործակցել Փաշինյանի նման անձնավորության հետ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ։ Դա բացառված է, դա չի կարող լինել ոչ մի պարագայում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, որպեսզի դադարի եւ կասեցվի Հայաստանի այս գահավիժումը եւ կործանումը։ Բայց այնուամենայնիվ կօգնեք ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր տեխնացուին դառնալ վարչապետ։ Մեր տրամաբանությունը այնպիսին է, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Փաշինյանը չվերարտադրվի, որպեսզի Փաշինյանը հերթական անգամ չդառնա Հայաստանի վարչապետ եւ նոր աղետներ չբերի։ Ժողովուրդը կորոշի ովքեր կանցնեն խորհրդարան, իսկ խորհրդարան անցած ուժերը ես մեր դեպքով համոզված եմ, մնացածի դեպքով լիահույս եմ, որ կկարողանանք գտնել կոնսենսուս, պայմանավորվել միմյանց հետ, որովհետև գիտեք, մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր Հայաստանը գտնվում է ծայրաշճան վատ վիճակում, Հայաստանի ապագան կախված է մարզից եւ մենք բոլորս պատասխանատու մարդիկ ենք, բոլոր ընդդիմադիրներն էլ հասկանում են այս ամենը եւ ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք իրար հետ պայմանավորվել եւ վերջիվերջո վերջ դնել այս չարիքի, ստի, կեղծիքի մանիպուլյացիայի իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չգամ իշխանության, մյուս ընդդիմադիր ուժերը ունեն պատերազմի կուսակցության խոսույթ եւ եթե նրանք գան իշխանության կլինի պատերազմ։ Հիմա եթե միասնության թևերը ենթադրենք գա իշխանության, դուք Արցախը ազատագրելու, պատերազմ սկսելու խոսույթ ունեք, նման ծրագրեր ունեք։ Նախ չունենք եւ դա
Այսինքն մենք ասել ենք երբևիցե միասնության թևերից կամ առհասարակ թույլ տվեք խոսամ այս պահին ոչ թե միայն միասնության թևերի հետ կապված, այլ առհասարակ ընդդիմադիրների։ Ինչի ընդդիմադիրներից ով է ասել, որ մենք գանք իշխանության պատերազմ ենք սկսելու Արցախը ազատագրենք։ Կա տենց ընդդիմադիր գործիչ, իհարկե Նիկոլ Փաշինյանի սատելիտը չի, կամ Արամ Զավեննայի սատելիտը չի, որ նման արտահայտություններ կա թե չկա։ Չկա, չեք կարող գտել մի ընդդիմադիր գործի, որը նման абսուրդ ու ապուշություն կխոսա, դա չկա, դա Նիկոլ Փաշինյանի թեզերն է, իսկ ինչ վերաբերում է խաղաղությունից եւ պատերազմից բարոյական իրավունք չունի խոսալ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ 3 պատերազմ բերած Արցախում էթնիկ զտման մեր հայրենակիցներին դատապարտած Տավուշի եւ Տիրանցի դիրքերը թշնամուն հանձնած, Տիգրանաշենը հանձնել պատրաստվող, Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը իրականացնող իշխանությունները ինչ իրավունք ունեն, առհասարակ էլի, մարդկային առումով եմ ասում, սովորական ոչ քաղաքական լեզվով եմ ասում, ինչ իրավունք ունեն, խոսան պատերազմից, ինչ իրավունք ունեն։ Գիտեք ոնց, աշխարհի դա նույնն է, ինչ որ աշխարհի ամենահին մասնագիտության տերկինը կանգնի, մի 40 տարի զբաղվի այդ գործով, հետո գնա, այսպես ասած, շակերտներով թոշակի ու կանգնի ինչ-որ սեմինարներ անցկացնի ընտանեկան կյանքի մասին, ամուսնական հավատարմության մասին եւ բարոյականության մասին։ Հիմա սա նույն պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ ինչ իրավունք ունի խոսա պատերազմից ու խաղաղությունից։ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի խաղաղության հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխին բերել է 3 պատերազմ։ Եռաբլուրը որ մեծացել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքն է։ Ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես սպառնում է մեր ժողովրդին հերթական պատերազմով, խաբում է մեր ժողովրդին եւ ըստ էության փորձում է իր ընկերոջ հետ միասին հայ ժողովրդին եւ Հայաստանը պատանդ վերցնել։ Հիմա այդ հարցը, գիտեք ոնց, ոչ մի նորմալ adekvat մարդ, որը հետևում է Հայաստանում քաղաքական իրադարձություններին, չի կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կուսակցությունն է։ Երբեք Նիկոլ Փաշինյանը ոչ արտաքին առումով է խաղաղության կուսակցությունը, ոչ ներքին առումով է խաղաղության կուսակցություն։ Ներքին առումով Նիկոլ Փաշինյանը պարակտում է հայ ժողովրդին բաժանում է մասերի, իսկ արտաքին առումով դա փաստ է, ուղղակի դա ոչ մեկ չի կարող հերքել։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի եւ Հայաստանի եւ Արցախի գլխին բերել է 3 կործանարար պատերազմ իր քաղաքականության արդյունքում։ Այնպես որ երբ որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանենք խոսան խաղաղությունից, թող միակ նայեն իրանց արած քայլերին, թող միակ իրանց կենսագրությանը նայեն, եթե մեծ հարցականով, եթե ունեն արժանապատվություն, թող գնան եռաբլուր ու տեսնեն ինչ արեցին իրանք հայ ժողովրդի եւ Արցախի հետ։ Սա է Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ միասին փորձում է զալոժնիկ վերցնել հայերին։ Հիմա գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը կարա շատ բան ասի, բայց այդտեղ կան հարցեր, որոնց դա չի կարող պատասխանել ոչ մի պարագայում։ Դրանցից ընդհանրապես մեկը ասեմ, որ նրա սուտը բացահայտ։ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ էլի իր ոճով սենց ընկել էր տարերքի մեջ, ասում էր, այ Հայաստանում ոչ թե անձնիշխանություն է նախկինների նման, այլ աշխատում են ինստիտուտներ։ Դա Նիկոլ Փաշինյանի բառերն են։ Հիմա հարց, եթե Հայաստանում աշխատում են ինստիտուտներ, ապա ինչ կապ ունի ով է իշխանության։ Շատ կոնկրետ հարց, եթե Հայաստանում աշխատում են ինստիտուտներ, ինչ կապ ունի ով է իշխանության, որ այդ քաղաքական ուժը երաշխավորի խաղաղությունը եւ պատերազմը։ Բերեմ երկրորդ օրինակը, Նիկոլ Փաշինյանը ամբողջ հայ ժողովրդի գլուխը հարթուկում է, ֆրանսիական զենքեր, Հնդկաստանից զենքեր, ինչ-որ պայմանագրեր, Սուրեն Պապիկյանը առավոտից երեկո ինչ-որ վոյաժներ է կազմակերպում տարբեր երկրներում, ինչ-որ թղթեր է ստորագրում, ռազմատեխնիկական պայմանագրեր է ստորագրում, ինչ-որ համագործակցության մասին թղթեր է ստորագրում։ Հիմա բա հարց, բա եթե Փաշինյան, եթե դու այսքան ժամանակ հզորացրել ես հայկական բանակը, բայց ո՞նց ես կանգնում մարդկանց ահաբեկում, ասում, ահա որ արունալի պատերազմ կլինի ու մենք կպարտենք։ Ուրեմն սուտ էիր ասում, ուրեմն բանակը չեք զինել։ Ուրեմն այդ ամբողջ ձեր խոսակցությունները, որ բանակ եք զինում, արդիականացնում են, կեղծիք էր, հերթական մանիպուլյացիաներ։ Հիմա կամ են ասում, չի լինի։
Հասկանում եք, չի կարելի ասել մածունը համ սև է, համ սպիտակ է։ Կամ բանակ է զինել եւ ըստ քեզ, ըստ քո բառերի, բանակը պատրաստ է դիմագրավել Հայաստանի արչեւ ծառացած մարտահրավերների, կամ էլ խափում ես, բանակ չես զինել եւ Ադրբեջանը մտնելու է եւ մենք չենք ունենալու բանակ։ Հիմա դու Փաշինյանի ինքը իրան հերքի կամ ինքը իր ասածները հաստատի։ Ու առհասարակ նես տպավորությունն է, որ այս մարդու մոտ անձի երկվություն է էլի։ Չեմ հասկանում։ Մտնում է մետրո, հարձակվում է ամենավերջին ձևով։ Հարձակվում է այդ կնոջ վրա, մեր արցախցի հայրենակցու վրա, ընդ որում մանկահասակ երեխայի ներկայությամբ 40 րոպե ասում է, լրագրողները հարցնում են, ասել եք փախածներ, ասում է, չէ, ես դες բան չեմ ասել։ Հասկանում եք ինչա կատարվում։ Հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, ում հետ գործ ունի հայ ժողովուրդը ու ում ձեռքերում է Հայաստանի բնակչության անվտանգությունն ու ապագան։ Հասկանում եք ով է Փաշինյանը եւ ինչերի անդունակ։ Ընդամենը 40 րոպե առաջ ամենավերջին ձևով հարձակվում է։ Կնոջ վրա 40 րոպե հետո ասում են, sense բանես ասել, ասում է չէ։ Հիմա ինչ ասենք էլի այդ մարդու։ Ինչ ասենք, որ համ քրեական գործ չհարուցեն մեր վրա եւ չտանեն հերթական անգամ քաղաքական առումով դատեն, համ էլ մեր կարողանանք մեր մտքերը լիարժեք բան անենք էլի, այսպես ասած հասցնենք մեր ժողովրդին։ Ինչ ասենք այս մարդուն։ Խոսքեր անգամ գոյություն չունեն, որոնցով կարելի է բնութագրել այս մարդկանց պահվածքը։ Նման լկտիություն, նման անպատկար վերաբերմունք, նման անպատասխանատու վերաբերմունք հայ ժողովրդի հանդեպ չի եղել նույնիսկ Լենգթեմուրի ժամանակ, այսպես ասած էլի։ Նման լկտի վերաբերմունք հայ ժողովուրդը չի արժանացել նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք չենք ունեցել պետականություն։ Սա կառավարություն չի, սա պատուհաս է մեր գլխին, սա փորձանք է հայ ժողովրդի գլխին։ Նիկոլ Փաշինյանը փորձանք է հայ ժողովրդի գլխին։ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներով քայլում է, նրա հետ մարդիկ առնչվում են ու գնում են նստում են բանտ։ Հասկանում եք ինչա կատարվում։ Հիմա կոպիտ բառ ասեմ, բայց այս մարդը շառ է։ Որտեղ գնում է մի պատմություն սարքում է, որտեղ գնում է իրա գնալուց հետո մարդիկ տուժում են կամ քրեական գործեր են հարուցվում կամ ինչ-որ անախորժ պատմությունների մեջ են ընկնում, ընդ որում համինքը համ իրա կուսակիցները, օրինակ Ալեն Սիմոնյանը, այդ ինչ լկտի պահվածք ցուցաբերեց, քաղաքացին Միքայել Մարգարյանը, ընդհանրապես մոտիկացավ իրան, ասաց ուզում եք զրուցենք, այդ ինչ պահվածք էր, դա ինչ լկտիություն է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մենք ընկել ենք կրակը այս մարդկանց ձեռքը եւ միակ տարբերակը այս ամեն ինչից ազատվելու հունիսի 7-ին բոլորով միասին, բոլորով, նույնիսկ այն 50%-ը, ովքեր միշտ չեն գնում ընտրությունների։ Սա հերթական ընտրություններ չեն, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ։ Սա Հայաստանի լինել չլինելու հարցն է լուծվում, սա լուծվում է Հայաստանի եւ հակահայաստանի հարցը, եւ եթե մենք հայ ենք, եթե մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, եթե մեր համար թանկ է ցեղասպանության հիշատակը, եթե մեր համար արժեք է մեր պատմությունը եւ անցյալը, մենք պետք է գնանք ընտրությունների եւ պետք է մեր վճռական ոչը ասենք եւ պատմության խորքերը ուղարկենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը։ Եւ արդարությունը նրանց համար գալու է, իսկ ոմանց համար է գալու է շատ անողոք արդարադատությունը օրենքի սահմաններում։ Օրենքի սահմաններում, իսկ օրենքը շատ հստակ է, օրենքով կան նախատեսված քայլեր, որոնք կարելի է իրականացնել այն մարդկանց հանդեպ, ովքեր Հայաստանը հասցրեցին այս վիճակին։ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես մնում է դիմադրելու, եւ նա դիմադրելու է։ Նա ամեն ձև դիմադրելու է, նա ամեն կերպ պայքարելու է, նա ամեն ինչ անելու է, որպեսզի մնա իշխանության։ Եվ նա, եւ իր շրջապատը։ Գիտեք, Ալեն Սիմոնյանը նմանատիպ պահված կա Ալեն Սիմոնյանի, բացարձակապես պատահական չի։ Ալեն Սիմոնյանը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չեղավ իշխանություն, ինքը պատասխան է տալու իր արածների համար օրենքով, սահմանված կարգով։ Նա շատ լավ հասկանում է։ Շատ լավ հասկանում է, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Դրա համար էլ ցանկացած քայլի գնում է, մարդը կկալանավորեն, մնացական Մարտիրոսյանի նման երևույթներին էլ կօգտագործեն, երեխաներին էլ կկալանավորեն, եկեղեցում կծեծեն։ Ըստ էության ինչ է կատարվում, վարչապետի անվտանգությունը պատարակի ժամանակ երեխաներին ծեծում է եկեղեցի ներսում։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Երեխաներին վարչապետի ախրանան երեխայա ծեծում, 18 տարեկան դպրոցական երեխայա ծեծում եկեղեցում։ Ու մենք հաշտենք սրա հետ։ Ու մեր հասարակությունը ոչինչ չի ձեռնարկում։
Դրա համար ասում եմ, սիրելի հայրենակիցներ, գնացեք ընտրությունների, ազատեք ձեզ այս պատուհասներից։ Եթե չեք ուզում կրկնեք Արցախի եւ մեր Արցախահայ հայրենակիցների ճակատագիրը, սա է լինելու, որքան էլ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները չեն ուզում սրան հավատան, բայց սա է լինելու։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գրլորելու է անդունդը։ Շատ լավ, հետևենք process-ներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։